Ողջույն, շարունակում ենք մեր հերթական ձայնագրությունը արագ մեկնարկի, այսօր մենք կփորձենք կատարել պրոֆիլը, ալյումինի պրոֆիլը դռների համար, ուրեմն տեսեք, կանենք այն լայն պրոֆիլը, հեսա կանեմ կտեսնեք, շատ պայմանական եմ գծելու, որպեսզի արագ ստացվի, շատ դետալների չափսերի մեջ չեմ խորանալու, ուրեմն նախապես այսպես եմ առաջարկում անել, բացում եք գծագրական դաշտ, բացեցինք եւ այստեղ փորձում ենք գծել այդ ալյումինի պրոֆիլը, տեսեք։ Կարող ենք միանգամից եւ այս ուղղանկյունաձև դետալով գործիքով գծել, նախապես վերցնում եք, կլիկ եք անում առաջին կետը, իրան ձգում եք դեպի աջ վերևի անկյուն եւ միանգամից գրում եք չափսեր, կգրեմ 50, իր երկարությունը եւ հաստությունը 22, մոտավորապես այն ինչ որ ես հիշում եմ, այսպես, պարզա կարող եք բացել գտնել այս կոնկրետ պրոֆիլի գծագիրը ինտերնետում, համացանցում, որովհետեւ տեղից կամ վերցնել, կամ ինքներդ չափագրել եւ ստանալ հստակ ճիշտ կլինի այդպես անեք այդ պրոֆիլի գծագիրը։ Մյուս տարբերակը կա, երբ որ գծով եք գծում, տեսեք, այսպես 22, վերցնում եմ գիծ, ընդհատվող կամ ոչ ընդհատվող, 22, enter, կլիկ եք տալիս, գալիս եք այս կողմ 50, enter, կամ երկու անգամ enter, կամ մկնիկով կլիկ։ 22-ից ես մոտավորապես կհանեմ 1 մմ ալյումինի հաստությունը եւ 4 ապակու հաստությունը, այսինքն 5, 22-ից հանած 5 ունենանք 17, enter, եկանք այստեղ 1 մմ հանում եմ, բնում եմ 49, enter, իջա ներքև 4 ապակու հաստության համար եւ եկա կողք մոտավորապես դնեմ եւս 4 enter ներքև 1 enter եւ աջ կլիկ, որպեսզի միանգամից հստակ կոնտուրը փակենք։ Սա մենք ստացանք կոնտուր։ Ինչ վերաբերում է այս տարբերակին, սա էլ եմ ուզում ձեզ ցույց տամ, տեսեք ունենք այսպեսի տարբերակ, գալիս ենք բրավից, այստեղ, նախապես գծում ենք, գծային ունեն մենք 1 կառուցման գծով 1 այստեղից միլիմետր դեպի ներս, ապակու հաստությունը 4, ստեղից ստեղ 5, այսքանը գծում ենք, վերցնում եմ այս գործիքը, այսինքն նշում ենք այն մակերեսները, որոնք որ պետք է տեղափոխվեն, այսպես, եւ նշում ենք այս մակերեսը, նորից եւ ստացանք։ Սա մի քիչ բարդ տարբերակ է, սրա մի քիչ վարժվել է պետք, այ կոնկրետ սա է։ Լինիյները ռեզինովые նից, այսինքն նա տանում է այն, որ կողմի վրա եւ կառուցում է հավելյալ գծեր, որ հատվածը հստակ դուք կվերցնեք։ Փորձեք այս տարբերակը բավականին հեշտ է, երբ որ դուք ինքներդ գծում եք։ Ունենք երկու տարբերակ։ Որևիցե մեկը արդեն ես կվերցնեմ այսա, նշեցի, եկա այստեղ создать фрагмент, կներեք, сохранить фрагмент, точка привязки, այսինքն այն հատվածը, որը որ մեզ մոտ պրոֆիլը պետք է կպնի կորպուսին, դա է հարմար, նշեցի այդ հատվածը, ինձ արդեն ծրագիրը տանում է բազից 11 ֆրագմենտ պապկայի մեջ, եւ այստեղ ես ֆրագմենտների մեջ նշում եմ, եկեք նոր պապկա ստեղծեմ, գրեմ պրոֆիլներ, ցանկացած անուն կարող եք գրել, այստեղ գրեմ պրոֆիլ line, ցանկացած ասելով իհարկե ցանկալի է եւ շատ ճիշտ կլինի, որ հստակ պրոֆիլի անվանումը գրեք, այն ինչ որ խանութում վաճառում են կոնկրետ, որը որ գծում եք։ Իր անունը գրեք, իր չափսերը մոտավորապես պարամետրերը, որ ավելի հեշտ լինի գտնել։ Դա դեռ ստեղծեցի, հիմա գծագրականը որպես էսքիզ դեռ չեմ փակում, գալիս եմ իմ մոդելինգ դաշտը, այստեղ արդեն առաջարկում եմ միացնել, նայեք, այսա, обозреватель ֆայլով, տեսեք, այն ներքևում, այսա, մեզ մոտ բացվում обозреватель ֆայլով, աջ կողմում թող մնա ֆրագմենտի եւ մեզ մոտ այստեղ отдела կոնկրետ նշում եք անվանումը պրոֆիլ, տեսեք, մեզ մոտ արդեն այստեղ պրոֆիլը վիդ Таблица обновить, սենց ասեմ, ավելի նոր վերսիայում, սա, երբ որ աջ կլիկ կանեք, սա ավելի լավացրել են, ընդեղ կարող եք նաև իկոնկաները մեծացնել։
Ունենք պրոֆիլը ունեցանք, հիմա պետք է գնանք բազա մատերիալով, որպեսզի պրոֆիլի անվանումը եւ գիդը այդտեղ լրացումներ կատարենք։ Ունենք մենք ուսումնական հատված գրուպա ենք ստեղծել, որտեղ կարող ենք վրան կլիկ անելով անվան վրա ավելացնել եւս այդտեղ գրուպա անունը նշելով պրոֆիլս, այսպես գրեցի, լիստավոյ պագոնի թողնում ենք, ճիշտ է, այսպես մնում է եւ գալիս ենք այստեղ, հստակ նշում ենք եւս պրոֆիլի անունը։ Ես պայմանական գրում եմ պրոֆիլ line ու կարող եմ եւ պարամետրերը գրել 22 50, որպես այսպես պատկերացնենք, որ պրոֆիլն է մետրով գինը մոտապես կարող ենք նշել 4000, որպեսզի 1 մետրի համար մեզ 4000 տա եւ եկանք պարամետրերը, նայեք պարամետրերը, էլի նույն ձևի հստակ պրոֆիլի պարամետրն եմ առաջարկում ստեղ գրել, եթե վաճառում են սա հաստությունը, երկարությունը 3000 մետր կլինի, գրում եք 3000 եւ լայնքը 50։ Հիմա կասեմ սա ինչի համար է, ինչ որտեղ պետք։ Եվ ստեղ իհարկե այս անվանումը Ctrl+C copy ենք անում եւ դնում ենք այստեղ։ Լենտա մնում է լենտա, ոչ թե լիստ։ Այսպեսով եւ իհարկե գույնը։ Գալիս ենք ստեղ, գույնը փոխում ենք անտրացիտ թող մնա։ Ինձ մոտ OK բառը ընդեղ ծածկվել էր։ OK։ Մենք հստակ ստեղծեցինք արդեն հիմնական բազային նյութը, կանչում ենք այստեղ մեր նյութը, ուստեղ ինձ մոտ կորել է ուսումնական նյութերը, խնդիր չի, կանչում ենք։ Տեսեք, ուրեմն երբ որ լիստավոյ բերում ենք սրա տակ, այստեղ տեսեք երկու տարբերակ ունենք։ Պետք է պագոնի պարտադիր նշեք սա եւ բերեք այստեղ, ուրեմն այստեղ գրում եմ պրոֆիլ, տեսեք ինքը արդեն այս իկոնկայով պետք է լինի, որպեսզի արտահանումը նյութի եւ հաշվարկը սմետայում ճիշտ կատարվի։ Մտա իզմինից, այստեղ արդեն ուսումնականի մեջ պրոֆիլս կտա դվայնոյ կլիկով կամ սլակով բերում եք ձեր պահեստը ձեզ մոտ, որտեղից եւ օգտվում է մոդելավորումը, այստեղից է հիմնականում օգտվում։ Պրոֆիլը ունեցանք, տիկուշի նշում ենք իրեն, OK, համոզում ենք, որ տիկուշին սա է, ուրեմն վերցնում ենք այս պրոֆիլի, տեսեք, պրոֆիլ, այս գործիքով կլիկ, սեղմում ենք որևիցե, նայեք տեսեք, որ հարթությունը, որ նշում եք, պրոֆիլը սկսելու այդ հարթությունից իրան երկարությունը ստանալ։ Նու պայմանական նշում եմ ստեղ կամ ստեղ որևիցե տեղ հորիզոնական նշեցիք, արդեն ինքը ծրագիրը մեզ հուշում է ուկաժիցի начало լինի, այսինքն ուզում է, որպեսզի մենք ստեղ պրոֆիլը գծենք, բայց քանի որ մենք էսքիզ արեցինք ստեղ, ստեղից վերցրեցինք, save տվեցինք, հայտնվեց ստեղ, միանգամից ստեղից վերցնում ենք, էլ չենք գծում։ Այսինքն մենք պատրաստ ունենք պրոֆիլի ուրվագիծը։ Եվ տալիս ենք երբ որ զավերշից, ինքը մեզանից երկարություն է ուզում, այսպես price որնի ինչ-որ միտեղ պայմանական նշում ենք։ Պրոֆիլը ունեցանք, տեսեք հստակ ինքը եղավ, երբ որ իրան խփենք սմետա, փորձենք, եկանք սմետա, երբ որ խմենք սմետա, կտեսնենք, որ հաշվարկը ճիշտ արդեն կատարվում է։ Նավիդելինի էլեմենտ, խմեցինք նավիդելինը, որ կոնկրետ մենակ այդ դետալը տեսեք հաշվել է պրոֆիլ անվանումը խփել է, եթե ճիշտ գրեք իր կոդով ամբողջը անվանումով այստեղ կերև է 1.17 գծամետր այսպես բազմապատկել է 4000-ը եւ ստացել է եւ արդեն սա աշխատում է, օքեյ է, համոզվեցինք։ Հիմա կփորձենք այս մեր ստեղծած պրոֆիլով դուր կառուցել, մի քիչ իրան հեռացնում ենք։ Գցեմ կիսատապանցիկ ռեժիմ, մի քիչ տեղափոխեմ ստեղ։ Աշկլիկով սդվիկի պավարոտ, այսպես, սդվիկի պավարոտ, հիմա, ինչպես պրոֆիլը անկյունի տակ կդրել, տեսեք, հիմնականում այս գործիքը, այս ձևը, ձև ասեմ, այս վերսիայի մեջ ինքը մենակ պրոֆիլ է կդրում, բայց նոր վերսիաների մեջ զգուշացնեմ, որ մանավանդ լիցենզիոնի վերսիայի մեջ նույն տիպի կարող ենք նաև լիստավոյ մատերիալը կտրենք։ Դե գիտեք, լիստավոյ մատերիալի իրան կտրելու ձևը մենք կարող ենք մտնել այսպես դետալի մեջ, որպես օրինակ եւ ուրվագիծը փոխել, բայց հնարավորություն կլինի նոր լիցենզիոնի վերսիայում նաև այս գծի տարբերակով կտրեք, ոնց որ հիմա ես ցույց կտամ, տեսեք, վերցնում ենք կառուցման գիծ, բիսեկտրի սա տարբերակը, կլիկ ենք անում ստեղ եւ ստեղ, որ մեզ 45 տա, հստակ ուշադիր եղեք, որպեսզի անկյունից գնա, նույնը ստեղ,
Ստեղ եւ այստեղ անկյունից։ Հիմա վերցնում ենք այս կտրելու գործիքը, վերցրեցինք, ուկաժիցի էլեմենտ գրանից, այս մեր գրանիցը սա է։ Եվ ուկաժիցի ռեդակտիրո էլեմենտ աստանիցը ուկազանայ, այսինքն պետք է նշենք այն հատվածը, որը որ պետք է մնա։ Закончить, նորից ենք վերցնում, ինքը արդեն գործիքը ոչ թե չենք վերցնում, եթե escape չեք տալի, ինքը դեռ ակտիվացված է, նորից նշում եք այս գիծը եւ այն հատվածը, որը որ պետք է մնա։ Որից հետո արդեն escape տալիս է գործիքը անջատվում։ Control Shift Delete-ով մաքրում ենք բոլոր գծերը կառուցման։ Հիմա մենք կարող ենք իրան կոպի անել, տեսեք, կարող ենք եւ կոպի անել, հետո պտտել եւ միանգամից տեսեք, այս հայլաձև գործիքը վերցրեցի, անպայման կապիրով այդ սեղմած լինի, որևէ տեղ այսպես արեցիք, տեսեք, եկիչ այսպես պահում եք զուգահեռ նախնական պրոֆիլին եւ կլիկ ինքը ֆիքսում է։ Կոպի ենք անում, կապիրովեց պոլինի, պատոճկը, ունեցինք, հիմա rotate, սա վերցնում ենք, զդվիկի պավարոտ, ուշադիր եղեք հստակ այս անկյունից վերցրեք, որպեսզի ճիշտ այստեղ հատենք, ուրեմն տեսեք, ստեղ հեսա գծերը ավելացել, կասեմ ձեզ, սա զուտ ծրագրային խնդիր է, բայց կարող եք չանհանգստանալ, գծագիր արտահանելուց եւ հաշվարկի դեպքում դա չի խանգարում։ Զդվիկի պավարոտ սա եմ վերցնում, այ հստակ այս անկյունից եկա այստեղ եւ նույնաձև նշում եմ սա եւ հայլաձև իրան կոպի եմ անում։ Ոչինչ որ շեղվեց, խնդիր չի։ Նրանք ճիշտ այս անկյունից դիրքավորում ենք կպնելով այն մյուս անկյունին։ Տեսեք, այսպիսով մենք պրոֆիլը ստեղծեցինք։ Տեսքը դիմացից։ Հիմա սա ես արդեն կարող եմ նշեմ եւ տամ создать блок։ Գրեմ պրոֆիլ։ Տեսեք, ինձ մոտ արդեն այստեղ հայտնվեց պրոֆիլը։ Հիմա երբ որ ինքը արդեն բլոկ արած է, ես կարող եմ իրեն, տեսեք, լծակներս չկա, որպեսզի իրեն չափը փոխեմ, անջատվել է, այստեղից միացնում եք։ Եվ արդեն լծակները հայտնում, տեսեք, ինչքան հեշտ է արդեն իրան չափի բերել։ Տեսակ, չէ, ես հավաքեցի ոչ մի չափ երկարություն չդրեցի, որովհետև ես գիտեմ, որ բլոկից հետո նոր ես կարող եմ հստակ իրեն չափերով փոփոխությունը կատարել։ Հիմա փորձենք իր մեջ դնել նաև ապակին։ Տեսնենք, մենք ստեղ ունենք ապակի, ուրեմն добавить, եկեք այդտեղ միանգամից, изменить, 16-ը թող մնա, որպեսզի ձեզ ինչ-որ տարբերակներ փորձարկման ցույց տամ, ուսումնականում տեսնենք ինչ ունենք, բարձր չունենք ապակի, գնում ենք միանգամից այստեղից բազա, հիմնական բազա ենք մտնում, եւ ստեղ ստեղծում ենք ապակի։ Ապակի, եկեք հայերեն գրեմ, ապակի 4, ապակի 4 միլիմետր, թափանցիկ, անգույն կամ թափանցիկ, չգիտեմ, դե ապակի կարող է գրել անգույն, եկանք դապանիցիվներ պարամետրի 4, ինչքան հիշում եմ 2500 ֆորմատը, շիրինան էլ 1500, ստեղ ապակի, կարող եք նաև կարճ գրել, կապիրովայց այստեղ обозначенիայի մեջ, ստավից լենտան լիստ, գինը 4000 մոտապես և իհարկե տեքստուրա, գույն, դնեմ մի քիչ այսպես սերիալը մի քիչ մկացնեմ, որպեսզի սիրուն նայվի եւ թափանցիկություն տամ մոտավորապես 10-12 ապակին не указаны единицы измерения, այո, սա պարտադիր ծրագիրը պահանջ ունի, օքեյ, ստեղից մի անգամից մտնում ենք ուսումնական, դեղ ապակին չգիտես խի կորավ, նա էական չի, լավ եկեք ուղենք,
Եվ են կոպի տեղը ես իրանց տեղից հանեցի ջնջեցի, պակի, մերեցի ինձ մոտ, պակի, հիմա կարում, տեսեք, կարում եմ օգտագործեմ այս գործիքակազմը, ենթադրենք ապակին դե գիտեք, շատ նենց քիպ տարբերակով չի դրվում, 0.5 մինուսով, հայերենից մոտ գրեց, 0.5 և որով 4 կողմեր, այս սլակով նշեցի, ոկեյ, միացնում եմ վերև ներքև և կողերը և ապակին ֆրոնտալնիով, տեսեք, նշում եմ այն պազի մեջի գիծը, ունիկը ճիշտ դիրկավորվի, սա և սա, մի անգամից տեսեք ինքը արդեն մեր հայացքին ուղղահայաց լողում է, դնում է, բայց մենք իրան չենք տեսնում, գցեցինք կողքի ռեժիմ և դիրքավորում ենք այստեղ, ապակին էլ եղավ, հիմա տեսեք, որպեսզի ապակին էլ ընկնի մեզ մոտ պրոֆիլի մեջ, կարող եք և ստեղից գցել մեջը, այսպես, և սես տարբերակել ցույց տամ, երբ որ նշում ենք հիմնական բլոկը, երբ որ բլոկը անջատած է, այսա հիմնական բլոկը նշվում է, հետո նշում եք ապակին և տալիս եք դաբավից բլոկ, տեսեք ավտոմատ ինքը ընկա բլոկի մեջ, կամ այս ձևով, կամ այն նախորդ տարբերակով, սա անջատում ենք, վերջ մեզ մոտ ապակին, տեսեք արդեն պատրաստ է բլոկը դուրը ապակիով, արդեն սա կարող եք վերցնել, դվեկի պավարոտ անկյունից, մռնում եք, բերում եք այստեղ և իրան չափը հստակ ավելի հստակեցնում եք, ու պարզը կարելի է և մինուսով դնել, ուստեղ ինձ 1 մմ կարա օգնի, պրոֆիլի գիծը ունեմ, չէ, սես տարբերակ, կամ էլ տարբերակ կա ցանցով, միացնում ենք ցանցը և ցանցով դիրքավորում ենք, ես այդ տարբերակն եք ցույց տամ, միացնում ենք ցանցը, շաքսետկի դնում ենք, եթե չկա ձեր ուզած թիվը, կարող եք խորքային էլ ստեղծեք, եկեք այդ տարբերակն եք ցույց տամ, պարամետրի, շագի մասշտաբի այստեղ, սպիսակ շագով սետքի այս մեջտեղին է, տեսեք, մեզ պետք է գալու 1.5-ը և 0.5-ը, 1.5-ը և 0.5-ը, ուրեմն ավելացնում ենք տող, դաբավից, այստեղ տող ավելանում, ստեղ գրում եմ 1.5, բարձացնում եմ վերև, եկեք մեկն էլ ստեղծենք, 1.5 և ստեղծենք 0.5-ը, սա էլ է պետք գալիս ամեն դեպքում, այս են տարբերակը, երբ որ ուզում ենք խորքային ունենալ դա, այսինքն միշտ մեզ նաստրոյկեքի մեջ դա լինա, երբ որ ցուցակը կբացեք, տեսեք սա կա, եթե ինչ-որ թիվ է պետք, դուք ինչ-որ էլի թիվ է պետք, որը որ այստեղ չունեք, շաքսետկի պետք է, շատ հանգիստ կարող եք ստեղ միանգամից ձեռքով գրել, ժամանակավորապես սա այլիկ եւս կաշխատի, ստեղծեցինք, ուրեմն 1.5-ը դնեմ և շաքսետկայով, և որպեսզի այստեղ անկյունում զրոյանա մեր այս սետկան, վերցնում եք այս կորդինատը, էլ այսքան, խփում եք անկյունում, տեսեք արդեն ցանցը ուղղվեց, հետո նշում ենք դուռը, դուռը այսա, 1.5 և հակառակ անկյուն, անկյունագծով հակառակ անկյուն, ստեղ էլ եմ, ստեղ արդեն տեսնում եմ նորմալը, LLSK-ի օգնությունը պետք չի, նշեցի ստեղ, վերջ, ցանցը անջատում եք, որպեսզի հետագա գործողություններին ձեզ չխանգարի, հիմա նայենք տեսնենք կողքից ինչպես է դիրքավորված, նշեցի սա, տվեցի սկրից, և վիդելեն է, որպեսզի կողքի դետալը մեզ չխանգարի, տեսքը վերևից կամ կողքից, նշեցի դուռը, աշկնիկ, զդվիկ ի ավարոտը վերցնում եմ և իրան այստեղից կոնտրոլը սեղմած, որպեսզի անկյունին հստակ կմնեմ, տեսեք ստեղ մի տարբերակ կա, ու հիմնականում ալտը կարող է լավ չաշխատի, տվյալ պահում եթե մեծ խոշորացնում եք կաշխատի, բայց կա տարբերակ սենց, նորից կոնտրոլ և այսինքն արհեստական մի հատ խաչմերուկ եք ստեղծում դետալով և կպնում եք այստեղի, այս տարբերակում։ Վերջ դուռը դրվեց, ստակ դրվեց,
Այսպես, ուրեմն տեսեք, պրոֆիլները, հիմա կարնիզները, քիվերը կարող ենք ստեղծել այս գործիքով, սա ուրեմն պավարոտն է, երբ որ ինչ-որ մարմին պրոֆիլ գծում եք և առանցքի շուրջ սա պտտում է։ Նախապես ասեմ, որ սա հաշվարկի դուրս չի գալիս, չի արտահանվում, այսինքն երբ որ պրոֆիլը մենք կարում ենք, չէ, այսպես հաշվենք, ինքը նորմալ գծամետրով հաշվում է, մեզ մոտ սմետան, տեսեք պրոֆիլը միանգամից ապակու հետ ամբողջ հաշվարկը ունեցանք։ Այս գործիքով ստեղծած մարմինը հաշվարկ չի արվում, սա երևի արված է ինչ-որ բռնակներ ստեղծել, ոչ թե երևի հաստատ ինչ-որ պայմանական դետալներ ստեղծելու համար, ինչ-որ տարբերակներում ձեզ կօգնի սա և այս երկուսը, տեսեք, ես չգիտեմ, երևի կարող եմ սխալվեմ, բայց իմ կարծիքն է սա պետք է գար ընկներ այս սրանց շարքի մեջ, այս սրանց հետ պետք է լիներ, քանի որ սրանք էլ նույնատիպ մարմիններ են, որոնք հաշվարկի դուրս չեն գալի, վաստանավից վիդյում ես տամ, որ ես դետալը երևա, հիմա տեսեք, փորձենք, ուրեմն նախապես ես արագի մեջ սրանք ասեմ, տեսեք, երբ որ մենք իրենց կառուցում ենք, նույնը այս պիրամիդան, բերեմ այս կողմ, սրանք հիմա եթե գցենք սմետա, ոչինչ չենք տեսնի, տեսեք զրո է, ոչ մի արտահանում ծրագիրը իրանցից ինֆորմացիա չի կարող քաղի։ Եթե մենք իրենց անվանում չտանք բազա մատերիալի մեջ, ինչ-որ հատով գին չորոշենք, ու սրանք են պրիմիտիվ մարմիններն են, որոնցով կարելի է բռնակներ ստեղծել կամ ինչ-որ դետալներ ստեղծել, նույնն էլ սա, ցելովրաշենիա, հիմա այս ցելովրաշենիա ցույց տամ ինչ տարբերակ է, ևս մեզանից տեսեք ուզում է հարթություն, որի վրա պրոֆիլը կկառուցվի, ես դրա վրա ժամանակ շատ չեմ ծախսի, եկեք այս սրանով ցույց տամ ինչ անում, տեսեք պտտեց, այսինքն ось վրաշենիա նշեցի, մի հատ փորձեք, սրանք հեշտ է ստանան, այսպիսի մարմիններ ենք ստանում, սա է նույնատիպ հաշվարկի դուրս չի գալիս, միջև որ իրեն ինչ-որ անվանում, այսպես պարտադրողական ինչ-որ գին և անվանում չգցենք, սա դնեմ մի կողմ, որպես իմանանք, որ մենք սրանք նայել ենք, հիմա անցնենք այս տարբերակին, մեզ այս երկուսը և երկրորդը այս սա է հետաքրքրում, սրանով կարող եք քիվեր պատրաստել, ինչ-որ շրիշակներ, հիմա փորձարկում անենք սա, վերցնում ենք, սա զգուշացնում է մեզ տիկուշի մատերիալ պլաշադնոյ, լավ, եկեք վերցնենք մեր պրոֆիլը, այսա, այսպես, գործիքը դեռ ակտիվ է, հարթություն, արդեն ուկաչտե начало լինի, տեսեք, ինքը начало լինի նկատի ունի տրայեկտորիան, այստեղ հուշում ունենք, երբ որ վերջում կավարտենք այս գործողությունը, այսինքն մենք ստեղ պետք է տրայեկտորիան գծենք, նաև կարող ենք վերցնել այս սա, հիմա նույնատիպ անում եմ դուռը, закончить, տեսեք պտտեց, որպեսզի պրոֆիլը դնեմ, վերցնում եմ մեր ստեղծած պրոֆիլը, закончить, պրոֆիլի վրա է գծել, ստեղծել, վերեմ մի կողմ, հարսը ստեղծվել, պտտեմ, սա են ձևը, բայց ինքը լրիվ իրար այսպես կպած բլոկ արած չի, բայց այսպես կպած վիճակ է, այսա, տրայեկտորի, նույնատիպ կարող եք ինչ-որ շրիշակներ և քիվեր անել, նորից կրկնվում եմ, ուրեմն երբ որ իրան կառուցեցինք, մենք կարող ենք այսպես разбить на части.
ինքը արդեն այսպես քանդվեց։ Տեսեք ինչքան արագի մեջ ես կառուցեցի նաև այս տարբերակը դրան։ Տեսեք էլի հստակ արդեն հաշվարկը կատարվեց։ Իսկ այստեղ թե այս տարբերակով, թե այս տարբերակով, որ ես սա արեցի, կամ սրանով արեցի, հետո տվեցի իրան մասնատել։ Նույնատիպ, բայց տեսնում եք, որ այս տարբերակը ավելի հարմար է։ Իսկ հստակ միանգամից կտրվում է անկյունները։ Դե սա ես ցույց տվեցի, որպեսզի պատկերացում կազմեք, որ իրավիճակում որը նա ձեզ պետք է օգտագործել։ Այս տարբերակներ կան։ Հիմա եթե սրա մեջ ես եւս հայլի բերեմ, տեղադրեմ, կներեք, հայլի կամ ապակի բերեմ, տեղադրեմ, ելի նույնատիպ ինչ որ բան ենք ստանալու։ Այսպես։ Տեսակ չէ, որ սա եւ սա արտահանվում են, այսինքն սմետան ճիշտ է հաշվարկ անում իրենց։ Սա չէ, եւ այս երկուսը չէ։